Միացյալ Նահանգների ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը այսը թույլատրել է իր աշխատակիցներին մտնել մարդկանց տներ առանց դատական որոշման, եթե տվյալ անձի նկատմամբ արդեն կա արտաքսման վերջնական որոշում։ Տարիներ շարունակ ICE իր աշխատակիցներին հստակ տեղեկացրել է, որ վարչական ներգաղթային օրդերները, նույն ինքը որոշումները, որոնք ստորագրվում են գործակալության ներսում և ոչ դատավորի կողմից, չեն կարող հիմք հանդիսանալ բնակարան ներխուժելու համար ԱՄՆ սահմանադրության 4-րդ ուղղման պատճառով։ Սակայն 2025 թվականի մայիսին ստորագրված գաղտնի հուշագրով, որը հրապարակվել է այժմ, ICE գործող ղեկավար Թոդ Լայենսը թույլ է տվել գործակալներին օգտագործել հենց այդ վարչական օրդերները արտաքսման վերջնական որոշում ունեցող անձանց բռնի կերպով ձերբակալելու համար նրանց իսկ բնակարանում։ Հուշագրում նշվում է, որ DHS-ի ներքին անվտանգության նախարարության իրավաբանական վարչությունը եկել է այն եզրակացության, որ սահմանադրությունը, ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքը և գործող կանոնակարգերը չեն արգելում վարչական օրդերների կիրառումը բնակարան մուտք գործելու նպատակով։ Հուշագիրը թույլ է տալիս ICE աշխատակիցներին կիրառել անհրաժեշտ և ողջամիտ ուժ բնակարան մուտք գործելու համար, եթե ներսում գտնվող անձը չի բացում դուռը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ գործակալները պետք է նախևառաջ փակեն դուռը և ներկայանան, իսկ գործողությունները պետք է իրականացվեն առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 10-ը։